Տարբեր կուրսերում սովորող մեր ընկերները հաճախ մեզ ասում են, որ կազմակերպենք մեդիային առնչվող որևէ դասընթաց, շատ երկար հարց ու պատասխան ֆորմատով քննարկումներ ենք իրականացնում ու հասկացանք, որ մեզ պետք է մի ամբողջ համալիր ծրագիր, որը իր մեջ կներառի մի քանի ուղղություն կապված մեդիայի հետ։ Մեդիայի մեջ ներառեցինք հաղորդավարությունը, ռետորիկան, խոսքի վարպետությունը, ուղիղ եթերում անգամ ճիշտ կատարվող աշխատանքները, հեռուստատեսային աշխատանքը ու դրան զուգահեռ նաև մեդիայում թվային հարթակներում ճիշտ կիրառելիությունը եւ գործիքակազմը, որով յուրաքանչյուրս կկարողանայինք որպես մասնագետներ ճիշտ ներկայանալ համացանցում։ Մեդիալաբի երկու շաբաթվա ընթացքում տեսական դասընթացների հետ մեկտեղ ունեցանք նաև գործնական դասընթացների փուլ։ Ունեցանք 4 ինտենսիվ դասընթացներ, որոնց շրջանակներում ուսումնասիրեցինք ուսանողության հետ վիզուալ կոնտենտի ձևավորումը, գովազդները, գույնի տեսությունը, անդրադարձանք ռեպորտաժների վիդեո հատվածին, նկարահանում, մոնտաժ, ինչպես նաև վերջին օրում ձևավորեցինք իրենց LinkedIn-ի անձնական էջը, նաև իրենց ինքնակենսագրականները, որոնց միջոցով նրանք կկարողանան մուտք գործել աշխատաշուկա արդեն իսկ պատրաստի ունեցած պորտֆոլիոյով։ Երբ մտածում էինք, թե ում որպես խոսնակ կարող էինք հրավիրել մեր ծրագրին, շատ տարբերակներ ունեինք, բայց հասկանում ենք, որ մեզ վարկանիշից զատ պետք է նաև այն բովանդակությունը, որը պետք է մասնագետը իր սեփական փորձի եւ նաև ակադեմիական գիտելիքների միջոցով կարողանար փոխանցել ուսանողներին, ուստի վստահ եմ, որ կարողացանք ստեղծել այն գեղեցիկ միջավայրը, որտեղ ամենալավ մասնագետները կարողացան թե իրենց կենսափորձով, թե արդեն վարպետած դասերի միջոցով փոխանցել մեզ ուսանողներիս ու հարթել ճանապարհ մեդիայում մուտք գործելու համար, որովհետև լինես ֆիզիկոս, կենսաբան, թե քիմիկ, շատ կարևոր է ճիշտ ու գրագետ ելույթ ունենալը բոլոր պարագաներում, որովհետև գիտելիքը եզակի երևույթներից է, որի փոխանցումը ամենակարևորն է։ Իսկ առանց ճիշտ ելույթ ունենալու հմտությունների, կարծում եմ, գիտելիքի փոխանցումը կլինի ավելի դատարկ ու անհետաքրքիր։ Մեդիա լաբ ծրագրին դիմելու հիմնական շարժառիթը մեդիայի հանդեպ մեծ հետաքրքրություն ունենալն էր։ Մեդիա լաբ ծրագրին դիմել եմ, քանի որ ունեի մեծ հետաքրքրություն մեդիա ոլորտում առավել զարգանալու համար, եւ սա նոր ու մեծ հնարավորություն էր իմ ունեցած հմտություններն ու գործիքները գործնականում կիրառելու համար։ Մեծ ազդակ հանդիսացավ ոլորտի լավագույն մասնագետների հետ մեր հանդիպումները եւ նրանց խորհուրդները լսելը։ Մեդիա լաբի դասընթացների ընթացքում մենք հասկացանք, թե ելույթում ինչ կարևորություն ունեն ընդմիջումները, շեշտադրումները եւ հարուստ բառապաշարը։ Բանախոսների շնորհիվ ես առավել լավ ծանոթացա հեռուստատեսային աշխատանքին, հաղորդավարի կերպարին ուղիղ եթերում եւ այլ շատ նրբություններին։ Ուրախ եմ նման ծրագրերի մասը կազմելու համար, այն առումով, որ ներկայիս երիտասարդությունը հետաքրքրված է նմանատիպ մեդիա ծրագրերով եւ ցանկանում են ավելի զարգանալ դրսևորել իրենց խոսքի հմտությունները։ Մեդիա լաբը լավագույն հարթակներ, որը հնարավորություն տվեց մեզ ուսանողներից ծանոթանալու մեդիայի բոլոր ուղղություններին։ Մեդիա լաբը ունեցավ շուրջ 300 գրանցում եւ վստահ կարող ենք ասել, որ մենք հաջողեցինք դա։ Ուստի մեզ սպասեք նոր ու ավելի հետաքրքիր ծրագրերի սպասումներով։ Զարթուցիչը ջեռուցիչից է։ Ես միշտ եմ տակվել։ Ուղղակի ոնց որ այս կողմը եմ, որ բան կոպիտացած ֆուշեն։ Ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն։ Ինչի՞ եմ դիմը։ Հայր մեր։ Արդեն ոչ շարունակում չեմ կայնում։ Okay։ Այդ լավ չէ։ Մտածում էի։ Այո, սնգուրապակ բառեր մակ սկսեմ խոսել։ Ու դրանից հետո գիտեք, չէ՞, սա Բացյալ երջանկությունից իրականություն տանող ճանապարհին մենք կրկին հանդիպել ենք։ Շնորհակալություն, ստերություն։ Էրիկ Բաղդասարյան, Մերի Սողոյան, լուրեր։